Եվրոպական ընկերությունները ստիպված են մինչև 3000 ժամ ծախսել նորարարության հիմնադրամից կանաչ տեխնոլոգիաների մշակման ֆինանսավորման համար, միջոցներ ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման վրա։ Cleantech for Europe առևտրային ընկերության տնօրեն Վիկտոր Վան Հորնը նշել է, որ բյուրոկրատական ընթացակարգերի վրա ծախսված 3000 ժամը համարժեք է 1.5 տարուց ավելի աշխատանքի, եթե ենթադրենք, որ մեկ մարդ աշխատում է դրա վրա 36 ժամյա աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Ամենամեծ խնդիրը, որի մասին մենք լսում ենք, մնում է ծախսված ռեսուրսների ծավալը, թղթաբանության քանակը եւ այլն, ինչը հանգեցնում է հաստատման ցածր մակարդակի, ասել է նա։ Համաձայն Եվրահանձնաժողովի ներքին տվյալների, որոնց ծանոթացել են թերթի լրագրողները, դիմորդների 77%-ը ստիպված է օգնություն խնդրել փաստաթղթերի ձևակերպման համար, գործընթացի բարդության պատճառով։ Թերթը նշում է, որ մեկ հայտ ներկայացնել ընկերություններին արժենում է միջինը 85000 եվրո, իսկ հայտերի 20%-ից պակասն է հաստատվում։ Եվրահանձնաժողովի տեղեկություններով ծրագրի մեկնարկից ի վեր հիմնադրամի շրջանակներում հատկացվել է 7.1 միլիարդ եվրո։ Բյուրոկրատական խոչընդոտների պատճառով ԵՄ ընկերություններին փաստացի վճարել է այդ գումարի միայն 4.7%-ը։ Ֆինանսավորում ստացած նախագծերից իրականացվում է միայն 6%-ը։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը մասնակցել է գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։ Նախարարն անդրադարձել է մի շարք ծրագրերի, դատարանների բեռնաթափում, գումարի բռնագանձման փոքր գործերը մինչև 2 միլիոն դրամ փոխանցվել են նոտարներին կամ արբիտրաժին։ Քաղաքացիական դատարանների բեռնվածությունը նվազեցնելով շուրջ 80%-ով մոտ 6 անգամ։ Դատարանների թվայնացում, քաղաքացիական եւ վարչական դատավարությունը ամբողջությամբ թվայնացված է։ Սնանկության համակարգի թվայնացված տարբերակը պատրաստ կլինի 2026 թվականին։ Գործերի քննության ողջամիտ ժամկետներ։ Նախատեսվում է, որ առաջին ատյանի քաղաքացիական եւ վարչական գործերի համար կսահմանվի 6 ամսյա դատավարական ժամկետ։ Դատարանը կարող է երկարացնել այդ ժամկետը միայն պատճառաբանված որոշմամբ։ Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ բիզնեսի համար կանխատեսելի իրավական դաշտի ապահովմանը, դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու ներդրումային միջավայրի զարգացմանը նպաստող նոր նախաձեռնություններին։ Նախատեսվում են փոփոխություններ երեխայի ծննդով պայմանավորված պետական նպաստների տրամադրման գործընթացում։ Թերևս ամենաէական փոփոխությունը երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրվող նպաստն է։ Այս մասին դեկտեմբերի 1-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։ Նա հիշեցրեց, որ 2021 թվականին ընդունված իրավական ակտով 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ընտանիքներին յուրաքանչյուր ամիս մինչեւ երեխայի 6 տարեկան լրանալը տրվում է 50,000 դրամական աջակցություն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետը նշեց, որ մինչ այժմ երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրվում էր կախված կարգաթվից։ Առաջին եւ երկրորդ երեխայի համար տրվում է միանվագ 300,000 դրամ, երրորդ եւ չորրորդ երեխայի համար 1 միլիոն դրամ, 5 եւ ավելի երեխայի դեպքում 1 միլիոն 500,000 դրամ։ Երբ 50,000 դրամական աջակցությունը դարձնում ենք պետական նպաստ, զուգահեռաբար վերանայում ենք նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստը։ Նախատեսվում է համահարթեցնել ծննդյան միանվագ նպաստի չափը, դարձնել 500,000 դրամ անկախ կարգաթվից, նշեց Անահիտ Գալստյանը։